Երևանը պատրաստվում է դիմավորել 5 տասնյակ եվրոպացի պաշտոնյաների եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին կմասնակցեն նաև Կանադայի վարչապետը, Ուկրաինայի նախագահն ու Թուրքիայի փոխնախագահը։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հարցը օրակարգում չէ։ Ազատ վիզային ռեժիմ սահմանելու քննարկումները կձգվեն մինչև 2030 թվական։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի փաստաթուղթը արտահոսել է լրատվամիջոցներ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ նորից ակտիվացել են խոսակցությունները 300,000 ադրբեջանցիների Հայաստան հնարավոր տեղափոխության մասին եւ ինչու հենց 300,000 թիվն է ընտրվել։ Իրանի հետ պատերազմն ավարտվել է, բայց չի վերջացել։ Թրամփի երկիմաց նամակը ԱՄՆ կոնգրեսին։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո եւ բարի գալուս 21 TV սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կողլիկյանը։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր մյուս հարթակներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Երևանը պատրաստվում է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հիմնական միջոցառումները տեղի կունենան մայիսի 4-ին եւ 5-ին, վաղվանից սկսած առաջնորդները եվրոպական կսկսեն ժամանել Հայաստան, արդեն հայտնի է, որ եվրոպական երկրների ղեկավարներից բացի Երևան կգան նաեւ Կանադայի վարչապետը, Թուրքիայի առաջին փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը, վաղը սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը, ընդհանուր առմամբ Հայաստանում կլինեն մոտ 5 տասնյակից ավելի երկրների առաջին երկրորդ դեմքեր եւ թողարկմանը երբ պատրաստվում էինք Բերլինից լուրջ ստացանք, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չի ժամանի Երևան, իսկ թե ով կներկայացնի Գերմանիան Երևանյան հավաքին, դեռևս պաշտոնական տեղեկություն չունենք։ Դավիթ, ես նախ ուզում եմ խոսենք այս հավաքի ստեղծման պատմության մասին, գիտենք, որ այն ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմից հետո եւ ըստ էության վերլուծաբաններն էլ հաճախ շեշտում են, որ սա հակառուսական մի հարթակ է, որտեղ ներկա են նաև Ռուսաստանի հետ իրենց դաշնակցական, բարեկամական, գործընկերական հարաբերությունները պահպանած երկրները, այդ թվում Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան, Սլովակիան եւ այլ երկրներ, որոնք չնայած պատերազմին չեն միացել արևմտյան պատժամիջոցներին եւ շարունակում են Ռուսաստանի հետ իրենց թե դիվանագիտական հարաբերությունները, թե առևտրաշրջանառությունը եւ այլն։ Այո, հետաքրքիր է այս հանդիպումը, որովհետև կարծես թե ամենագլխավոր հենց ինտրիգան Ուկրաինայի նախագահի ներկայությունն էր այստեղ, որովհետև ինչ ընտրվել է նախագահ չի եղել Հայաստանում եւ բացահայտ այդ ընթացքում աջակցել է Ադրբեջանին։ Հետաքրքիր է թե ինչ կարգախոսով եւ ինչ հայ-ուկրաինական հարաբերությունների նոր փուլ հասցնելու մասին կխոսեն նրանք եւ կխոսեն արդյոք թե ոչ։ Այո, իսկապես համաձայն եմ, որ գլխավոր ինտրիգներից մեկը այս հավաքի հենց այդ է, Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Զելենսկիի առանձնազրույց կլինի ընդունելություն, հանդիպում առանձին եւ այո, թե ինչ նրանք խոսեն այդ զրույցի ժամանակ, ինչ մեսիջներ կուղարկեն, դա իսկապես շատ հետաքրքիր է, նաեւ հետաքրքիր է, որ այս հավաքին հրավիրված էին նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, բայց մինչև այս պահը չգիտենք, թե ով է լինելու Ադրբեջանի ներկայացուցիչը այս հավաքին եւ ընդհանրապես Ադրբեջանը պատվիրակ ուղարկելու է թե ոչ։ Թուրքիան այսօր տեղեկացանք, որ ներկայացված կլինի Էրդողանի տեղակալի մակարդակով։ Նախ Թուրքիայի մասին մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի վերընտրվելուց հետո մեկնեց Անկարա եւ մասնակցեց նրա երթմնակալությանը։ Ինչ ես կարծում, ինչու Էրդողանը չորոշեց գալ Երևան։
Հավանաբար դա կապում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների դեռ չլուծված խնդիրների հետ։ Դժվար թե նրանք ցանկանան դիվանագիտորեն այցելել եւ որպես հյուր լինել Հայաստանի տարածքում, ավելի կցանկանան իրենք ընդունել, ավելի հավանական են համարում վերլուծաբանները, որ առաջին հանդիպումը կլինի կամ Ադրբեջանում կամ Թուրքիայում առհասարակ, եւ կարծես թե ցանկանում են երկրի գլխավոր դեմքերի ներկայությունը չապահովելու փաստը ապացուցել նրանով, որ այդքան էլ կարևոր չէ, սակայն հետաքրքրված են, որովհետև վերջին մարտն էլ չի որ գալիս է, կարևոր է շատ եւ ուղղակի հավելում ասեմ, այս գագաթնաժողովը տեղի ունենում Գառնանը, այդ Գառնանը տեղի ունենում առհասարակ ոչ Եվրամիության անդամ երկրներում, իսկ արդեն աշնանը տեղի ունենում գլխավոր ով նախագահում է այդ երկրում կլինի Դանիայում կարծես։ Այո, Դանիան այս տարի կլինի, վերադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի թեմային ես ուղղակի ուզում եմ նշել, որ Ադրբեջանից մի բարձր պաշտոնյայի մենք ընդամենը օրեր առաջ Հայաստանում տեսնանք, խոսքը փոխվարչապետ Մուստաֆայևի մասին է, նա ադրբեջանական օդանավով պատվիրակությամբ ժամանել էր Զվարթնոց, հանդիպում ունեցել այստեղի իր գործընկերոջ հետ եւ նաեւ բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, այսինքն այս առումով կարծես թե այդ պատնեշը բարիեր է, այսպես ասենք, ինչ որտեղ հոգեբանական հաղթահարված է եւ ադրբեջանցի պաշտոնյա արդեն մեկ անգամ եկել է Հայաստան եւ այս առումով երկրորդ պաշտոնյային դիմավորելու եւ երկրորդ պաշտոնյային այստեղ ընդունելու այդ հանգամանքը մեծ անակնկալ չի լինի հայ հասարակության համար։ Այո, միանշանակ չի լինի արդեն մարդիկ տեսան մեկ շաբաթ է մի քանի օր առաջ այս շաբաթ եւ հանդիպումներ եղան, կարծես թե ինչպես նշեցիր, այո, սառույցը սկսում է հալվել եւ լինում են փոխադարձ արդեն հանդիպումներ եւ շփումներ առանց միջնորդների, հետաքրքիր կլիներ տեսնել եւ տեսնենք ինչի մասին են խոսելու այստեղ եւ ինչ պայմանագրեր կպայմանավորվեն ստորագրել։ Այո, եւ այս հավաքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիմախոսները ասում են, որ ընտրություններից ուղիղ 1 ամիս առաջ նման եվրոպական ներկայացուցչական միջոցառում կազմակերպել Հայաստանում, սա հենց ուղիղ աջակցություն է Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժին, քաղաքացիական պայմանագրին, սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ եւ այսօր կարծեմ նաեւ Հայաստանում Եվրամիության դեսպաններ հայտարարություն արել։ Նա պատասխանել էր կարծես թե Armenpress-ի հարցին, նա ասել էր ոչ թե աջակցում են երկրի իշխող ուժին, այլ նրանք աջակցում են եւ աշխատում են Հայաստանի Հանրապետության հետ եւ կապ չունի թե ով կլինի արդեն երկրի ղեկավար եւ այդ իսկ պատճառով կարծես թե բոլոր պայմանավորվածությունները ավելի դանդաղ եւ ավելի երկար ժամկետով է լինում, ոչ թե իմպուլսիվ ինչ-որ որոշումներ, եթե իմպուլսիվ լիներ կարելի էր քննադատել Եվրամիությանը, որ այո, նրանք ինչ-որ կերպ ցանկանում են միջամտել, հաշվի առնելով, որ նրանք արագ արձագանքման խումբ պետք է ուղարկեն Հայաստան ընտրություններից առաջ։ Այո, շատ լավ հիշեցիր այդ փաստը, արագ արձագանքման խմբեր, որոնք պետք է այստեղ ընտրություններից առաջ քարոզարշավի ընթացքում հիբրիդային հարձակումներից պաշտպանեն Հայաստանը եւ նաեւ մենք արդեն տեսնում ենք ցանցում, որ այդ հիբրիդային հարձակումների հասցեն ոչ միայն ինչպես որ Եվրամիության կողմից էր հաճախ շեշտվում Ռուսաստանը, հյուսային մեր հարևանը, այլ նաև տեսնում ենք, որ կա շատ այսպես ակտիվ քարոզչություն պրո Նիկոլ Փաշինյանական քարոզչություն Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այո, շատ զարմանալի էր Ադրբեջանինը, որովհետև այնտեղ պետական քարոզիչներ, ովքեր ծաղրում էին Նիկոլ Փաշինյանին պայմանագիր ստորագրելուց հետո, այժմ կարծես թե ամենակարևոր աջակիցներն էին, այնտեղ նույնիսկ հայերենով նրանք ուղում են իրենց խոսքը հայ ժողովրդին եւ որքան էլ զարմանալի է, ասում են, որ նրանց դիմեր են բազմաթիվ հայեր, որ խորհուրդ տանում ընտրեն եւ նման կերպ, այսինքն ծաղրի տեսանկյունից է լինում եւ ցանկալի կլիներ, որ Եվրամիությունը ոչ միայն փորձեր Ռուսաստանից պաշտպանել, այլ առհասարակ թե կլինի հարևան Թուրքիայից, Ադրբեջանից կամ առհասարակ երրորդ երկրից, որպեսզի մեր հայ ժողովուրդը կարողանա ընտրությունները ճիշտ կատարել եւ հասնել արդյունքի։ Բայց մենք կարծես թե հասկանում ենք, թե գլխավոր թիրախում ով է, հաշվի առնելով նաեւ Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, թեկուզ եւ հենց Ալեն Սիմոնյանի Հայաստանի խորհրդարանի ղեկավարի 3 հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նա ուղիղ հայտարարում էր, որ Ռուսաստանը եթե Ուկրաինայում ռազմական ճանապարհով է փորձում իր ազդեցությունը պահպանել այդ երկրի վրա, Հայաստանում դա փորձում է անել քաղաքական գործոնների միջոցով եւ բնականաբար
այն օգնությունը, այսպես ճակերտավոր, որը ստանում է այս իշխանությունը արևմուտքից, այդ արագ արձակագրման խմբերի տեսքով, բնականաբար առաջին հերթին թիրախում հիմնականում լինելու է հավանաբար ռուսական մեդիան, եւ նաեւ այսօր տեղեկություն կար մամուլներ գրել այդ մասին, որ վերջերս տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել ռուսական հեռուստաալիքների եւ ռուսական հաղորդումների հեռարձակումները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հետաքրքիր է, որովհետև կարծես թե երեք Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ամենալավ հարաբերությունները ներկայիս իրենց օրոք են Ռուսաստանի հետ եւ ավելի պետք է խորացնել այդ հարաբերությունները, շատ հետաքրքիր է մեկ օրվա տարբերությամբ ինչ է փոփոխվել։ Այո, ես կարծում եմ, որ այս թեման դեռ իր զարգանալու տեղ ունի առանձին անպայման մենք հավանաբար առաջիկայում կանրադառնանք սրան, նաև առաջիկայում սկսվում է հաջորդ շաբաթ արդեն քարոզարշավը նախընտրական եւ բնականաբար այս հայ-ռուսական հարաբերությունների թեման անպայման լինելու է այսպես օրակարգի գլխավոր հարցերից մեկը։ Ես պարզապես ուզում եմ հիմա այսպես սահուն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից սահուն անցում կատարենք մի այլ թեմայի, որը ուղիղ կապ ունի այս գագաթնաժողովի հետ, մասնավորապես եվրոպական քաղաքական համայնքի հավաքից բացի Երևանում առաջին անգամ տեղի ունենալու Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, ինչպես արդեն նշեցի, առաջին անգամ, եւ այդ գագաթնաժողովի ավարտին պետք է ընդունվի փաստաթուղթ, եւ այդ փաստաթուղթը մինչեւ գագաթնաժողովը արտահոսել է լրատվամիջոցներ եւ ես ընթերցելով երկու ընդհանրապես կետ եմ առանձնացրել, որոնց վրա կարծում եմ արժե ուշադրություն հրավիրել, մասնավորապես փաստաթղթում հիշատակում չկա, որ մոտ ապագայում Հայաստանը հնարավորություն ունի դառնալու Եվրամիության անդամ, մենք գիտենք, որ Հայաստանը անցած տարի օրենք ընդունեց խորհրդարանում Եվրամիությանը անդամակցելու մասին, մենք գիտենք բազմաթիվ հայտարարություններ, որ Հայաստանը պատրաստ եւ սպասում է Եվրամիության կանաչ լույսին, որ դառնա այդ ուրեմն Եվրաընտանիքի Եվրագոտու անդամ եւ նաեւ այստեղ խոսվում էր վիզաների ազատականացման թեմայի վերաբերյալ, մասնավորապես նշում էր, որ այս գագաթնաժողովը մեկ քայլ առաջ է դեպի վիզաների ազատականացմանը, բայց այն դեռ բավարար չէ, որպեսզի վերջնական Եվրամիությունը նման որոշում կայացնի եւ ընդհանրապես վիզաների ազատականացումը սպասվում է, որ տեղի կունենա 2029-2030 թվականին, այսինքն դեռ Հայաստանը, ինչպես ասում են, աճել եւ այս հարցով առաջ գնալու տեղ ունի։ Այո, նման միջոցառում անցկացնելը կարծես թե առաջին քայլն է դեպի եվրոպական համայնք առհասարակ եւ կարծես թե կանաչ լույս չէ, բայց մոտ ենք արդեն նման քայլին, որ այո, կարծես թե մոտենում ենք այդ օրվան եւ հետաքրքիր է, որ նման երկար ժամանակահատված է ընտրված, այսինքն պետք է ավելի ինստիտուցիոնալ եւ դանդաղ շարժվել դեպի դա եւ հետաքրքիր կլինի տեսնել այդ ամենը ավելի հստակ, ոչ թե ուղղակի իմպուլսիվ որոշումներով եւ անհեռանկար ինչ որ որոշումներով։ Այո, մենք նաև գիտենք, որ իհարկե Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը հրաշալի բան է, որ հայերը ավելի հեշտ եւ ավելի հաճախ կկարողանան հայտնվել հին աշխարհամասում եւ տեսնել այն մշակույթը, որը իսկապես աշխարհի այսպես գլուխգործոցներից է, բայց միևնույն ժամանակ գիտենք, որ դա նաև հանգեցնում է բնակչության արտագաղթի, մասնավորապես մեր հարևան Վրաստանը, որը մինչև վիզաների ազատականացումը հաշվում էր բնակչությունը մոտ 4 միլիոն մարդ, հիմա այդ երկրում հաշվում է մոտ 3 միլիոն մարդ եւ այնտեղ խոսակցությունները հենց դրա մասին են, որ այդ 1 միլիոնը վիզաների ազատականացումից հետո պարզապես արտագաղթել է Եվրոպա։ Այո, ցավալի է, որովհետև մերպես երկրները հիմնականում երբ որ բախվում են խոչընդոտների, հիմնականում մարդիկ արտագաղթում են եւ այդ խնդիրը ունենք թե մենք, թե Վրաստանը, թե Ադրբեջանը եւ ցանկալի կլինի մինչեւ 2029-30 այնպես իրավիճակ լինի Հայաստանում, որ մարդիկ ուղղակի չցանկանան արտագաղթել եւ դրանով էլ պայմանավորված է, որ նման իմպուլսիվ չի եղել որոշումը միանգամից ազատականացնելու, այլ փորձում են ավելի հիմնավոր եւ եռանկարային փորձել կառուցել այդ հարաբերությունները։ Ավարտենք այս թեման։ Այո։ Շարժվեցինք առաջ։
Եվրոպացի պաշտոնյաներին ճանապարհելուց անմիջապես հետո Հայաստանը կմտնի նախընտրական փուլ, պաշտոնական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ից սկսած, սակայն մենք գիտենք, որ ընտրապայքարի ֆավորիտները իրենց քարոզչությունը սկսել են դեռ ամիսներ առաջ, եւ եթե օրինակ ամենամեծ ընդդիմադիր ուժի դեպքում, Ուժեղ Հայաստան կուսակցության դեպքում դա ինչ որտեղ հասկանալի էր, քանի որ նոր ձևավորված ուժ էր եւ դեռ պետք է իր ծրագրերը ներկայացնել, հայտնի դառնար ընդհանրապես Հայաստանի ժողովրդին եւ իր գրասենյակները բացեր Հայաստանի քաղաքներում, քաղաքացիական պայմանագիրը եւս այս անգամ բավականին շուտ է սկսել իր քարոզարշավը, մենք գիտենք Նիկոլ Փաշինյանի այդ ինչպես իրենք էին ասում, ուրախ ավտոբուսով շրջագայությունները Հայաստանի մարզերում, հիմա Փաշինյանը մենակ է կարծես թե շրջագայում նորից Հայաստանի մարզերում եւ հետաքրքիր է, որ դեռևս ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում մի թեմա է սկսել զարգանալ, նորից այսպես քննարկումների դաշտ գալ, դա Ադրբեջանից 300,000 քաղաքացու հնարավոր տեղափոխումն է Հայաստան եւ այս թեմայով այսօր նաեւ հայտարարություն է արել Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, առաջարկում եմ լսենք։ Եթե Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ։ Մենք այդպիսի օրինակ ունենք հարևան Վրաստանում, Սաակաշվիլու սխալների հաշվին Բաթումին նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի։ Եթե ավելի վաղ ուղղակի սա հայտարարությունների մակարդակով էր, ցանկանամ ներկայացնել, թե Ադրբեջանը առհասարակ ինչ քաղաքականություն է մեր դեմ օգտագործել տարիների ընթացքում, դեռ սովետական միության ընթացքում, երբ որ երկրի ղեկավարն էր Հեյդար Ալիևը, նա այսպիսի մի միտք էր արտահայտել, ցիտեմ, որ նա ասել է, որ նա փորձում է փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրությունը, ադրբեջանական բնակչությունն այնտեղ արագորեն աճում էր, իսկ հայկականը նվազում։ Նա ադրբեջանցիներին ուղարկում էր այնտեղ աշխատելու, այդ արդյունքում հայերի տոկոսը նվազում էր։ Նման կերպ նա վարվում էր գրեթե ամենուրեք Արցախի տարածքում, որպեսզի կարողանա ավելացնել ադրբեջանցիների ներկայացվածությունը, դա դասական օրինակն է ադրբեջանական, որի թեզը շարունակում է իր որդին Իլհամ Ալիևը, սակայն ավելի ռադիկալ եւ կոշտ մոտեցման։ Այո։ Այդ քաղաքականությունը կոչվում էր սեպերի քաղաքականություն, երկու հայկական գյուղերի միջև կառուցվում էին մի քանի կամ մեկ ադրբեջանական գյուղեր, փորձում էին նման կերպ հակազդել հայկական տարի կամ հայկական ներկայացվածությանը, օրինակներից է Խոջալույի բուռն զարգացումը 1970-ից 80-ական թվականներին, որ կառուցվեց այդ քաղաքը արհեստականորեն Ստեփանակերտի եւ Ասկերանի միջև կապը խաթարելու համար եւ որ կարողանային վերահսկել հետագայում նաեւ օդանավակայանը, որտեղ այդտեղ էր գտնվում եւ հիմա էլ այդտեղ է գտնվում, կարևոր կետերից է ենթակառուցվածքների շրջանցումը, նրանք այնպես էին ճանապարհները ցանկանում կառուցել եւ կառուցում էին, որպեսզի հայկական գյուղերը մնային հեռվում եւ չկարողանային օգտվել ճանապարհից կամ օգտվեին ադրբեջանական գյուղերի միջով անցնելից, դա ստեղծում էր մի շարք խնդիրներ, օրինակ նրանք արհեստականորեն վարչական բաժանումներ էին կատարում, որտեղ ադրբեջանական կենտրոն էին օրինակ նշանակում Շուշին, որը միջավ չէր եղել, այնտեղ տեղափոխում էին մի շարք նախարարություններ կենտրոնացնելով մարզային ինչ-որ շրջաններ, որ կարևորությունը կորցնի եւ հայկական հետքը կարողանան հեռացնել, դա էթնիկ գերակայություն ստանալու քայլեր, երկարաժամկետ կտրվածքով իսլամադավան ժողովուրդները ավելի շատ երեխա կունենային, ավելի քիչ կրթություն ստացած, քան քրիստոնյա հայերը, որոնք ավելի վատ պայմաններում այնտեղ կլինեին եւ նման քայլերով նա, ինչպես այժմ մենք տեսնում ենք եւ ցավալի է, կարողացել է հաջողել, այնտեղ կարողացել են փոխել այդ ամենը եւ ներկայումս ներկայացնում են, որ հայերը էթնիկ հողի վրա ադրբեջանցիներին հալածել են կամ եւ այլն, բայց իրականում այդտեղ ոչ ադրբեջանական գյուղեր են եղել ավելի վաղ, ոչ էլ ադրբեջանական հետք, բայց դա
հետապնդում ավելի խորը քայլեր, նրանք ցանկանում են տարածաշրջանում առասարակ ամրապնդվել, ներկայացնում են օրինակ պարսկական հետքը ադրբեջանական եւ հայկական գյուղերը ներկայացնում են առասարակ ինչպես Իսրայելի ժողովուրդն էր գալիս եւ վերաբնակեցվում, հայրը այդպես ներկայացում են վերաբնակեցված ժողովուրդ։ Այդ ինչու ասեցի Իսրայելի օրինակը, այդ մոդելը նոր չէ, Իսրայելը բավական երկար ժամանակ դա օգտագործում է, դա կատարել է օրինակ Պաղեստինում եւ արաբական երկրներում եւ այժմ էլ որքան էլ զարմանել է դա կատարում է Հունաստանում եւ Կիպրոսում, ունի մի շարք դրդապատճառներ, նրանք ունեն ռազմավարական գործակցություն միմյանց հետ, Կիպրոս, Հունաստան եւ Իսրայել, Իսրայելը դա մեկնաբանում է Թուրքիային հակակշռելով առհասարակ եւ միջերկրական ծովում ներկայություն ունենալով սկզբում նրանք պայմանավորվածություններ ունեին տարբեր ֆինանսական եւ տնտեսական ներոսքներ ապահովել միմյանց երկրներ եւ Կիպրոսը սկսեց օգտագործվել իսրայելական IT կամպանիաների կողմից որպես լավ վայր ներդրումներ կատարելու եւ այդ իսկ պատճառով ունենում էին այսպես կոչված ոսկե վիզա եւ կարողանում էին քաղաքացիություն ունենալ իսրայելական կազմակերպությունները եւ մի շարք վերլուծաբաններ անվանում են դա պլան B, այսինքն եթե Իսրայելը գտնվում է շատ բարդ գոտում եւ շրջապատված է իրեն հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներով, իր իսկ քաղաքականության պատճառով կարծես թե եւ դրա համար նրանք արդեն ունեն պլան B-ն եւ եթե խնդիրներ լինեն, նրանք կարողանան տեղափոխվել թե Հունաստանի կղզիներ, որոնք նրանք քիչ-քիչ ձեռք են բերում, թե Կիպրոսի տարածք եւ դա փորձ է կատարվում նաեւ հակակշռել Թուրքիային, որովհետեւ Հունաստանն ու Կիպրոսը խնդիր ունեն Թուրքիայի հետ, նա այդ ամենը օգտագործում է, որպեսզի ունենա առավել ներկայացվածություն եւ առավել մեծ լծակներ Թուրքիայի դեմ։ Այսպիսով այսքան ասելով ամփոփեմ, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ առասարակ իզուր չի ասվում որևէ արտահայտություն եւ 300,000-ը բավական մեծ թիվ է հատկապես Հայաստանի համար, այսինքն եթե 300,000-ին նրանք կարողանան հասնել, այստեղ պետք է ունենան ներկայացվածություն ազգային ժողովում, լեզվի, մշակույթի պահպանություն պետք է լինի եւ դժվար չէ ենթադրել, որ մի քանի տարի հետո Հայաստանը կբախվի շատ լուրջ դեմոգրաֆիական խնդիրների, որը կարող է ճակատագրական լինել մեզ համար։ Այսինքն եթե 300,000-ից ավելի քիչ լինեն, նրանք նման հայտ ներկայացնելու պետության կառավարմանը մասնակցելու չեն կարող, բայց եթե 300,000 եւ ավելի են, կարող են էլի ներկայացնել, սակայն 300,000 բավական մեծ թիվ է, շատ արագ բազմանալու եւ դառնալու ավելի մեծ թիվ եւ պահանջելու սուվերենություն եւ փորձել արդեն Հայաստանի տարածքից ներքին ճանապարհով փոխել ինչ-որ մի կտոր։ Հասկանալի է։ Ես ուզում եմ վերադառնալ նաև Սամվել Կարապետյանի խոսքին, նա Վրաստանի Բաթումի օրինակը հիշեցրեց, որպես այսպես տնտեսական էքսպանսիայի հայտնի օրինակ մեր տարածաշրջանում Թուրքիայի կողմից եւ իսկապես շատ խոսվում է թե անշարժ գույքի մեջ, թե բիզնեսների մեջ եւ թե ընդհանրապես այդ շրջանի քաղաքականության մեջ բավականին ակտիվ ներգրավվածություն ունի Թուրքիան եւ խոսվում էր այդ կոնտեքստում խոսվում էր նաեւ այն մասին, որ երբ հայ-թուրքական սահմանը բացվի, նույն վտանգը կա նաեւ մեզ համար տնտեսական էքսպանսիայի Թուրքիայի կողմից նրա էժան ապրանքը կմտնի հայկական շուկա, մասնավորապես գյուղմթերքը եւ մեր գյուղատնտեսությունը վերջնական ուրեմն կհանձնվի, այսպես ասենք, թուրքական էժան գյուղմթերքի դիմաց, այսինքն սա իսկապես լուրջ հարցեր են, որոնք այսպես լուրջ ուշադրության կարիք ունեն։ Ես նաեւ ուզում եմ այստեղ հիշել քաղաքացիական պայմանագրի պաշտոնական արձագանքը 300,000 ադրբեջանցիների հնարավոր Հայաստան տեղափոխմանը, նրանք Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ կտրականապես հերքեց եւ ասաց, որ երբեք նրանք ադրբեջանական կողմի հետ որևէ բանակցությունների ժամանակ նման հարց չեն քննարկել։ Խորհրդանի ղեկավար Ալեն Սիմոնյանը երեք հայտարարում էր, որ այո, իրենք տեղյակ են, որ Ալիևի մակարդակով այդ թեման բարձրացվել է եւ գիտենք, որ Ալիևը հայտարարել էր, թե այդ այսպես ասված համայնքը, ովքեր որ ցանկանում են տեղափոխվել իբրև թե Հայաստան, նրանք նամակ են պաշտոնական ուղարկել Հայաստանին իրենց անվտանգ ուրեմն տեղափոխումը կազմակերպելու, ապահովելու համար եւ Հայաստանի խորհրդանի ղեկավարը ասում էր, որ իրենք շատ հստակ ադրբեջանցիներին ասել են, որ իրենք չեն քննարկում արցախցիների վերադարձը Արցախ եւ չեն քննարկում ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը Հայաստան։
Այսինքն Ադրբեջանը երբ ցանկանում է շահարկում է Արցախյան հարցը Հայաստանի հետ եւ երբ ցանկանում է չի շահարկում, հետաքրքիր է, որովհետեւ եթե Արցախյան հարցը առհասարակ օրակարգում չպետք է լինի, ինչպես մենք ենք նշում, ապա պետք չէ խառնել այդ ամենը եւ ներկայացնել Ադրբեջանի պահանջը Արցախին հակակշիռ։ Ուղղակի այստեղ եւս մի հարց կա, երբ Նիկոլ Փաշինյանի դիմախոսները նորից ասում են, երբ բավարարվի կարծես թե Ալիևի վերջին պահանջը, մասնավորապես սահմանադրությունը փոխվի Հայաստանի եւ նոր սահմանադրություն ընդունվի, Ալիևը հնարավոր է կանգ չառնի եւ նրա վերջին, իսկապես վերջին պահանջը արդեն լինի այդ 300,000 ադրբեջանցիների, այսպես կոչված վերադարձը իրենց տներ, թե կոնկրետ որ հատվածներ, կարծես թե այդքան էլ հստակ չի, որ շրջաններ, այսպես շատ խոսվում է Սյունիքի մասին, մասնավորապես վտանգը Սյունիքի մասով է ավելի շատ, նաեւ Սյունիքի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով են սա ասում, բայց կարծես թե դա այդքան էլ հեռու չէ իրականությունից, որ Ալիևը այո կարող է եւս մեկ այդպիսի պահանջ ներկայացնել եւ ասել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, եթե դուք ապահովեք այս 300,000-ի, այսպես կոչված վերադարձը Հայաստան։ Այո, կարծես թե դա Սալամի, այսպես ասած, օրենքով է լինում, մաս-մաս, փոքր-փոքր ցանկանում են ինչ հնարավոր է կորզել եւ առաջին անգամ չենք լսում նման հայտարարություններ 2020 թվականից ռետորաբանությունը առհասարակ փոխվել է եւ պահանջները միմիայն շատացել են Ադրբեջանի։ Հուսով ենք նման բան ոչ կքննարկվի, ոչ էլ կփորձվի կատարել, որովհետեւ Հայաստանը պատրաստ չէ նման նոր խնդիրներ ունենալուն։ Այո։ Ավարտենք։ Անցնենք հաջորդ թեմային։ Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կարծես թե հասել են օրասական կետի եւ ոչ դիվանագիտորեն, ոչ էլ ռազմաճակատում հնարավորություն չկա այդ խնդիրը լուծելու։ Ռազմաճակատում հնարավորությունը չկա, որովհետեւ ԱՄՆ սենատը սահմանափակում է նախագահի հնարավորությունները, որը ներկայացվել էր ավելի վաղ եւ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ Դոնալդ Թրամփը կարծես թե հեգնելով ասել էին, որ պատերազմը ավարտված է, բայց դեռ վերջը չէ այդ պատերազմի, որքան էլ ռետորական ինչու՞մ այդ։ Այո, Թրամփը երեք պաշտոնական նամակ է ուղարկել կոնգրես, հայտարարել, որ ավարտված են Իրանի դեմ ռազմական գործողությունները, բայց միևնույն ժամանակ այդ նամակում նշել է, որ զորքը դեռ կմնա Մերձավոր Արևելքում, ամերիկյան նավատորմերը դեռ կշարունակեն մնալ իրանական ափերի մոտ, նաև տեղեկություն չկա արդյոք կապաշրջափակվեն իրանական նավահանգիստները, որոնք շրջափակել է ամերիկյան կողմը եւ Հորմուզի փակման, այսպես ի պատասխան է դա այդ գործողությունը արել, բայց նաեւ մենք հիշում ենք, երբ Հորմուզի նեղուցը բացվեց, իրանական կողմից շարունակեց Օմանի ծոցում ապաշրջափակումը շարունակեց, այսինքն իսկապես ինչպես դու խոսքից սկզբում ասացիր, օրհասական կետի է հասել կամ ուղղակի Թրամփը պետք է մոռանա Իրանի մասին եւ թեքվի դեպի Կուբա, մենք գիտենք, որ ինքը այդ պետության նկատմամբ էլ ջրհավաքնություններ ունի, մասնավորապես նրան այնտեղի ղեկավարությունը նույնպես դուր չի գալիս, ինչպես Վենեսուելայի, կամ Իրանը կամ Միացյալ Նահանգները պետք է շարունակի Իրանի հետ կռիվ տալ կամ այսպես հերակա բանավեճի ձևով նյարդերի պատերազմ կամ շարունակի ռազմական գործողությունները։ Այո, Իրանում մարտական են տրամադրված եւ արտգործնախարարը, տեղակալները եւ այլ պաշտոնատար անձինք ասել են, որ բանակը պատրաստ է ցանկացած բախման, որովհետեւ նրանց մոտ տեղեկություն կար, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն նախապատրաստում են նոր հարձակում։ Սակայն հետաքրքիր է այդ 60-օրյա ժամկետի մասին Միացյալ Նահանգներում շրջանառվող լուրերը բացատրեմ ինչ է դա իրենից ներկայացնում։ Այն ընդունվել է 1973 թվականին պատերազմի լիազորությունների մասին օրենքն է, այդտեղ սահմանափակվում է նախագահի միանձնյա որոշումներ կատարելու մասին այդ հնարավորությունը։ Այնտեղ նշվում է, որ ինչ որ գործողություն սկսելուց ռազմական գործողություն սկսելուց 48 ժամվա ընթացքում պետք է ներկայացնի կոնգրեսին հստակ պատճառները եւ ռազմավարությունը։ Եթե դա չի կատարվում 60-օրյա ժամկետում կամ առասարակ եթե բավարարվում է եւ կոնգրեսը հայտարարում է պատերազմ, ապա շարունակվում է։ Եթե չի ապահովում, որը չի եղել, ինչպես մենք տեսանք, 60-օրյա ժամկետում պետք է զորքերը առասարակ դուրս բերի, որի համար եւս 30 օր կարող է խնդրել, այսինքն առասարակ 90 օր ունի իր տրամադրության տակ նման ռազմական գործողության համար եւ պետք է ամբողջ զինտեխնիկան, զինվորները, բոլոր մարտական այդ գործողությունները ավարտի եւ վերադառնա երկիր եւ չսկսի նորը, սակայն Թրամփը չէր լինի Թրամփ եւ նա հայտարարել է, որ այո,
ավարտված է սա եւ նորը կարող են սկսել եւ նորից 90 օր ժամանակ ստանալ դրա համար։ Այդտեղ նաև օրենքը կարծես թե մի բաց ունի, որից կարողացավ այս անգամ օգտվել Թրամփը։ Մենք հիշում ենք, երբ նա սկսեց ռազմական գործողությունները Իրանի դեմ, նա ասաց, որ սա պատերազմ չէ, այլ այսպես ասած հատուկ ռազմական գործողություն, եւ օրենքում այդ բացը կա, որ նա կարող է ոչ թե հայտարարել պատերազմ, այլ ասել, որ ես պարզապես ռազմական միջամտություն, ռազմական գործողություն եմ անում փոքր ծավալի, փոքր մասշտաբների, իհարկե գետնի վրա դրանք կարող են ավելի լայնածավալ լինել, քան նախատեսված է ռազմական գործողության անվան տակ տեղի ունեցող ռազմական այդ գործողությունները, բայց միևնույնն է մենք տեսնում ենք, որ կոնգրեսի եւ Թրամփի միջև կա որոշակի հակասություն, բայց միևնույնն է Թրամփը հանգիստ է, որովհետեւ հանրապետականները մեծամասնություն են այնտեղ եւ այս մինչեւ նոյեմբեր, որ կարծես թե ոչինչ հնարավոր չէ նրա դեմ այսպես գործողություններ անել։ Այո, Pete Hegseth-ն էլ պատերազմի նախարարը առաջարկել էր, որ զինադադարի ընթացքը պետք է ուղղակի դադարեցնել եւ չհաշվել այդ 60 օրերի մեջ, որը բավական մեծ արձագանք էր ստացել, որը չլսված բան էր Միացյալ Նահանգներում նման առաջարկը։ Այո, ճիշտ է, նա չի անվանել պատերազմ, սակայն ըստ ամերիկյան տվյալների 25 միլիարդ դոլար արդեն ծախսվել է այդ հատուկ գործողության մեջ, իսկ իրանական աղբյուրները ասում էին, որ ԱՄՆ-ն իրական թիվը չի ասում եւ մոտ է 100 միլիարդին, հաշվի առնելով կորուստները եւ զինտեխնիկայի առհասարակ օգտագործումը։ Այո, այս հակամարտությունը կարծես թե դուրս է պլանավորածից, թե Միացյալ Նահանգների, թե Իսրայելի, որովհետեւ շատ երկար տևեց այդ ամենը եւ փոխանակ հասնեն այն կետին, որ միջուկային զենքի օգտագործումը արգել են Իրանին կամ առհասարակ հրթիռային ծրագիրը կամ իր պրոքսի ուժերին, արդեն օրակարգում է Հորմուզի նեղուցը բացել է առաջնայինը, ապա նոր մնացած հարցերը, այսինքն խնդիրները էլ ավելի են շատացրել իրանք։ Գիտես, Թրամփի կոնգրեսին ուղարկած նամակից հետո աչքովս չընկավ Իսրայելից որևէ արձագանք կար։ Ես էլ չնկատեցի ճիշտ ասած, որովհետև ամբողջ համացանցը տարածված է Լիբանանի գործողություններով Իսրայելի, կարծես թե այդ ամենով նրանք կոծկում են եւ կորում է այդ տեղեկությունը լրահոսից առհասարակ։ Հավանաբար նրանք էլ շոկի մեջ են։ Այո։ Ուզում են հասկանալ Թրամփը ինչ է մտածել։ Այո, որովհետև Իսրայելի համար ավելի զարմանալի է, որովհետև միասին սկսել էին այդ գործողությունը, սակայն դուրս եկավ պլաններից եւ ԱՄՆ-ն գնում էր գործարքի Իրանի հետ։ Իսրայելը թույլ չտվեց, այսպես ասած, այդ գործարքը որ լիներ, որովհետև Թրամփը առաջարկել էր երկուսով այդ նեղուցը կարողանան կառավարել, որը Իսրայելի պլանների մեջ չէր մտնում։ Այո, Իսրայելը անպայման ցանկանում է շարունակել պատերազմը, վերջնական լուծել Իրանի հարցերը, այսպես ասած, նաև հիշում ենք, որ երեք էր թե առաջին օրը մի տեսանյութ էր հրապարակել Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, թե ինչպես է մարզում մկանները մարզադահլիճում, դա կարծես թե մեսիջ էր, որ մենք շարունակելու ենք, դեռ կանգ չենք առել։ Ես ուզում եմ մի քանի այսպես ցավալի տվյալներ հայտնել, որոնք Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչն է հրապարակել, մասնավորապես նշել է, որ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 4000 մարդ է զոհվել, 100,000 տուն է ավերվել եւ 50 ավելի քան 50 հիվանդանոց եւ 25 համալսարան, վիրավորվել է ավելի քան 40,000 խաղաղ բնակիչ։ Սա իսկապես պատերազմ է եւ ոչ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն։ Այո, հատկապես հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները քննադատել էր Ռուսաստանի նման մոտեցումը, Ռուսաստանն էլ հայտարարել էր, որ պատերազմ չէ, հատուկ ռազմական գործողությունը։ Թրամփին այդ հարցը տվեցին լրագրողները, նա հայտարարեց, որ սա ուրիշ է, սա նման չէ մնացած իրավիճակներին եւ նրանք ուղղակի ասում են այդպես, որովհետեւ դուրս չի գալիս պատերազմ բառը։ Հետաքրքիր է, իրականում Թրամփը հայտնվել է փակուղում, որովհետև նա էլի խոսել ենք այդ մասին, որ նա առաջին փորձից չկարողացավ ծնկի բերել, այսպես ասած, պատկերավոր ասած Իրանին, եւ հիմա չգիտի ինչ անել, դրա համար փորձում է այս կոնգրեսին ուղարկած նամակով, իր տարբեր տեսակի հայտարարություններով փորձում է
իրավիճակը թույլաtsնել, թե իրանական կողմին այսպես փափուկ բարձ դնել եւ պատրաստվել նոր հարձակման, որովհետեւ մենք գիտենք, որ Իրանը նոր առաջարկներ էր ուղարկելի Միացյալ Նահանգներին եւ երեկոյան Թրամփը հայտարարեց, որ իրեն չեն բավարարում այդ առաջարկները եւ մասնավորապես այնտեղ կա մի կետ միջուկային զենքի վերաբերյալ, գործարքի վերաբերյալ եւ Իրանը կարծես թե առաջարկում է, որ այդ գործարքին վերաբերող հարցերը թողնեն հետոյի քննարկմանը, իսկ Թրամփը ասում է, որ ինքը չի ցանկանում, ինչպես իր նախորդներն են իրեն ժառանգություն թողել այդ խնդիրը, ինքը չի ցանկանում դա ժառանգություն թողնել իրենից հետո եկող ԱՄՆ նախագահին եւ այնտեղ մի հետաքրքիր հայտարարություն էր արել, ասում էր, որ մենք չենք հեռանա իշխանությունից, մինչեւ չլուծենք այս հարցը։ Այո, հետաքրքիր է, որովհետև նոյեմբերին պետք է որոշվի նրանք մնում են թե ոչ, եւ այդ ժամանակ արդեն կորոշվի կկարողանան պատերազմը դադարեցնել, ինչպես տեսնում ենք երկուսն էլ հասել են այն կետին, թե Իրանը թե Միացյալ Նահանգները, որ կարմիր գծերը հստակ ցույց են տալիս եւ պատրաստ են յետքայլ կատարելու, ավելի շուտ պատրաստ են ռազմական գործողությունների, սակայն հուսանք Պակիստանի միջնորդությամբ հնարավոր կլինի, որովհետև ակտիվ դիվանագիտական կապերի մեջ են թե Պակիստանն ու Իրանը, թե Պակիստանն ու Միացյալ Նահանգները, որովհետև եւս մի պատերազմ անավարտ թողել տարածաշրջանում կամ առհասարակ բավական մեծ խնդիր կարող է առաջացնել հետագայի համար։ Ես կարծում եմ, որ Իրանում համենայն դեպս այսպես զգոնությունը չեն թույլատրել եւ շարունակում են հետևել Թրամփի հայտարարություններին, Իսրայելի գործողություններին Լիբանանում եւ իսկապես կարծես թե աշխարհի ուշադրությունից ինչ որ առումով դուրս է մնում Լիբանանում այն ինչ որ տեղի ունենում Իսրայելի կողմից, այդ մեծ ռազմական գործողությունները, որոնք նորից կարող ենք պատերազմ համարել, որովհետեւ նրանք արդեն այնտեղ բազմաթիվ կամուրջներ են ավերել, ինչ հայտարարում են, որ Հեզբոլլահին պատկանող թունելներ են ոչնչացրել եւ ռազմական գործողությունները այնտեղ ավարտելու թե նպատակ չունեն։ Այո, գլխավոր նպատակը շրջան ստեղծելն է ապահովության բուֆերային այսպես կոչված Իսրայելի անվտանգության համար եւ գլխավոր կետը նշված է նա, որ պետք է Իսրայելի հյուսիսային բնակիչները ավելի անվտանգ զգան, երբ որ անվտանգ լինի եւ վտանգ չսպառնա Լիբանանից եւ Հեզբոլլահից, ապա այդ դեպքում նրանք թույլ կտան, որ Լիբանանի այդ մարտիկ, ովքեր լքել են իրենց տները, ետ վերադառնան, որը շատ այն հստակ պատասխան չէ, չես կարող այդպիսի ձևակերպումով ինչ որ կոնֆլիկտ շատ արագ լուծել։ Ավարտենք հավանաբար այս թեմայով մեր այսօրվա եթերը եւ նոր ավելի լավ եւ հուսադրող լուրերի սպասենք արդեն հաջորդ շաբաթ։ Կարծես թե ամեն օր հուսով այդպես ավարտել։ Այո։ Շնորհակալություն Դավիթ, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, մեզ հետևելու համար, շարունակեք հետևել 21 TV News-ի աշխատանքին ամեն օր երկուշաբթիից կիրակի առավոտյան ժամը 8-ից գիշերը ժամը 1-ը ամեն ժամյա թարմացված լրահոս է ներկայացնում մեր խմբագրությունը ձեզ։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։